Կան իրավիճակներ, երբ ծնողը նկատում է, որ երեխան առանց թույլտվության վերցրել է գումար ծնողի կամ այլ մեծահասակի պայուսակից, պարտադիր չէ պայուսակից կամ պարզապես սեղանին դրված գումարը, որն իրենը չէր, երեխան վերցնում է առանց հարցնելու։ Սրա մեջ կա որոշակի ահազանգ պարունակող նոտա եւ ինչպիսին պետք է լինի ծնողի համաչափ արձագանքը երեխային բացատրել ու նաեւ չվնասելու իմաստով։ Իրապես պիտի զգոն լինենք նման իրավիճակներում, որովհետև պիտի նախհասկանանք ինչի է դա երեխան արել, այսինքն որն է եղել շարժառիթը, որ երեխան վերցրել է գումար, այսինքն ինչ նպատակի համար է ինքը պատրաստվում այդ գումարը ոնց որ վերցնել է եւ ծախսել, կամ միգուցե տվել է մեկ ուրիշին, չգիտեմ, մի հատ սա պիտի պարզենք, բայց ես կարծում եմ այս անհանգստությունները չեն լինի այն պարագայում եւ այստեղ բանալին ծնող երեխա վստահելի հարաբերություններն են։ Որովհետև եթե երեխան ունենա այն վստահությունը, որ ինքը իր ծնողին կարող է ասել իր մտահոգությունների, անհանգստությունների եւ կհասկանա ծնողը, կընդունի, հա, եւ կարող է այն աջակցել եւ ուրիշ ճանապարհ ավելի, հա, կառուցողական ցույց կտա իրեն, միգուցե այդ քայլերին չդիմի։ Դեռասությունից սկսած, որը շատ այսպես պիտի ուշադիր լինենք այդ ժամանակ երեխայի նկատմամբ, շատ նաև ռիսկեր է պարունակում իր մեջ, այն առումով, որ նույն այդ գումարը կարող է երեխան վերցնել իր հասակակիցների դրդմամբ եւ չգիտենք նաև ինչի վրա են ծախսելու այդ գումարը, այսինքն ռիսկեր կան միանշանակ եւ այդտեղ էլի կշշտեմ բանալին մեր վստահելի հարաբերությունները երեխայի հետ։